Կրկին բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում քաղաքական խաչմերուկն է, այսօր մայիսի 12-ն է, քանի որ շատ կարևոր թեմաներ առաջացան քննարկելու, դրա համար որոշեցի ձեզ համար կրկին պատրաստել շատ կարևոր հաղորդում, քանի որ տեսնում ենք, որ հայտարարությունները շարունակվում են Ռուսաստանի Դաշնությունից, այսօր էլ Վալոդինն է հայտարարությամբ հանդես եկել, Վալոդինի հայտարարությունները Պուտինի կրկնօրինակն էին, շատ լուրջ սպառնալիքներ, հետաքրքիր եւ շատ կարևոր պատասխանով է հանդես եկել Ալեն Սիմոնյանը Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որը որ մենք չենք կարող չքննարկել, հետաքրքիր նախընտրական ընտրարշավ է ծավալվում Հայաստանում, շատ հետաքրքիր ձևով Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, շատ կոշտ կոպիտ ձևով արձագանքել է նրա հայտարարությունին, որտեղ որ ԲՀԿ-ի առաջնորդը փաստացի փորձում էր պաշտպանել Բելարուսի նախագահին Հայաստանում, դրանից բացի կարծում եմ կարևոր է խոսել, որ ընտրակաշառքները Հայաստանում ցավոք սրտի շարունակվում են, նոր մի մեծ խմբականակ ձայնագրությունների հրապարակային է դարձել եւ այդտեղից էլ մենք հասկանում ենք, որ ցավոք սրտի շարունակվում է մասսայական բնույթ կրել ընտրակաշառքը, ինչը իրոք արդեն լուրջ մտահոգություններ առաջացնում, քանի որ այդպիսի մասշտաբների ընտրակաշառքով կարող են լուրջ ձևով փորձել ազդել Հայաստանի ընտրությունների վրա։ Եվ կարծում եմ կարևոր է նաև անդրադառնալ Մահեր Գրիգորյանի այսօրվա հանդիպումներին Ամերիկայից Հայաստան այցելած պատվիրակության եւ կոնկրետ թրիփի մասով քննարկումներին։ Ուրեմն սկսենք երևի թե հետաքրքիր ընտրարշավ է փաստացի Հայաստանում մեկնարկել, բավականին հայտարարությունների ոճը թեժանում է եւ այսօր Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է արդեն Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, որտեղ որ Գագիկ Ծառուկյանը երեք կարծես փորձում էր պաշտպանել Բելարուսի նախագահին, փորձում էր արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին եւ շատ սուր ձևով անդրադարձավ, մեկնաբանեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները Նիկոլ Փաշինյանը, ինձ մի պահ նույնիսկ թվաց թե հեղափոխությունը չի ավարտվել Հայաստանում, մենք կրկին 18 թվականի իրադարձություններն ենք վերապրում, բայց որքան հասկանում եմ ժողովրդին դուր է գալիս այդ ոճը եւ Փաշինյանն էլ նկատում է մեկ բան, որ եթե դատարանները նորմալ հարցը չեն կարող լուծել, տարբեր հարցերի շուրջ Հայաստանում, Միչայելոց Քոչարյանին էլ նա անդրադարձավ, բոլորը ասում են թե ինչու է Քոչարյանը ազատության մեջ, այսօր մեկ կին էր 90 տարեկան հարցնում Նիկոլ Փաշինյանին եւ դրա համար Նիկոլ Փաշինյանը ավելի սուր է սկսում արտահայտվել, հասկացնելով մարդկանց, որ հեղափոխությունը չի հասել դատարաններ։ Մի մասը իր հետ համաձայնվում է, մի մասը իհարկե չեն համաձայնվում, բայց դա այսօրվա իրականությունն է Հայաստանում, նախընտրական իրականությունը, որը որ մենք տեսնում ենք։ Սակայն ամենակարևորը կարծում եմ այսօր Ալեն Սիմոնյանի եւ Վոլոդինի հայտարարություններն են Հայաստանի մասով։ Պետդումայի ղեկավարը սպառնացել է Հայաստանին, բայց նախքան դա կարևոր է կարծում եմ անդրադառնալ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Փաստացի նա արձագանքել է Պուտինի հայտարարություններին եւ պատասխանել է Վլադիմիր Պուտինին։ Կոնկրետ Վլադիմիր Պուտինին պատասխանել է Հայաստանի ազգային ժողովի նախագահը եւ ինչ է ասում Ալեն Սիմոնյանը։ Միանգամից անցնենք այդ հարցին։ Մենք Ռուսաստանի Դաշնությունից բաժանվելու մտադրություն չունենք։ Մենք երեխաներ չենք բաժանում, ասել է Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանի խոսքերով նրանց մենք պետք չենք, ապա ինչու են նրանք այդքան միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Նրանք ասում են եւ ասում, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, եւ որ Հայաստանը նույնիսկ երկիր չի լինի, եթե Ռուսաստանը չլինի։ Եթե նրանք մեզ այդքան պետք չեն, ապա ինչի մասին ենք մենք հիմա խոսում, ասել է Ալեն Սիմոնյանը, բայց ամենակարևոր հատվածը կարծում եմ իր հայտարարության այն է, որ սա քաղաքականություն է եւ ոչ թե ամուսնություն կամ խնամակալություն։ Մենք ալիմենտ պահանջելու մտադրություն չունենք, այս պահին երեխաներին բաժանելու մտադրություն չունենք,
Մենք նաև դեմ ենք նման քաղաքականությանը, նշել է Ալեն Սիմոնյանը։ Շատ հստակ, շատ ճիշտ պատասխանել է Վլադիմիր Պուտինին, որ ինչի մասն է խոսքը, քաղաքականության մասին է խոսքը, ոչ թե ամուսնության կամ ամուսնալուծության ալիմենտների կամ երեխաներ բաժանելու։ Եվ սա պետք է որ նորմալ երկրի ղեկավարին դիպչի, քանի որ այդպիսի հայտարարություն էր արել Վլադիմիր Պուտինը, սա լավ եւ արժանի ու կարևոր պատասխան էր Ալեն Սիմոնյանի կողմից։ Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունից սպառնալիքները ցավոք սրտի շարունակվում են եւ կրկին ու կրկին զուգահեռներ են անցկացվում Ուկրաինայի հետ։ Փաստացի հիմա էլ Վոլոդինն է սպառնացել Հայաստանին ուկրաինական սցենարի կրկնությամբ։ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությամբ Հայաստանում տեղի ունեցողը հիշեցնում է Ուկրաինայում Եվրոմայդանի նախորդած իրադարձությունները։ Վոլոդինը հիշեցրել է, որ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցել Երևանում, որին որ Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաև Վլադիմիր Զելենսկիին։ Վոլոդինի խոսքերով նման քայլերը դժվար թե կարելի է համարել Ռուսաստանի նկատմամբ բարեկամական։ Իսկ Ադրբեջանին կրկին չեն հիշել, որ Զելենսկին մեկ շաբաթ առաջ Հայաստան գալուց Ադրբեջանում էր եւ ռազմատեխնիկական պայմանագրեր ստորագրում։ Եվ ահա այդ հայտարարություններից Վոլոդինի, որտեղ որ նա ասում է, արդյոք սա պետք է Հայաստանի, երբ որտեղ որ նա ասում է, դա Հայաստանի ոչ թե ինքնիշխանության հարց է, այլ քաղաքական էթիկետի փոխադարձ հարգանքի, եւ որ Ուկրաինայում ամեն ինչ այդպես էր սկսվում, եւ ասում է, արդյոք դա պետք էր Հայաստանի սովորական քաղաքացիներին, այստեղից կրկին Վոլոդինին պետք է հիշեցնել, որ Ադրբեջանում էր Զելենսկին, եւ հիմա որ ահա երկար լեզվով խոսում ես, դա այն պատճառով է, որ Հայաստանի իշխանությունները չեն տարբերում ժողովրդավարությունը ռուսական ագենտուրայից, արտաքին միջամտությունից եւ ռուսական այդ ագենտուրայի միջոցով ստեղծել են քաղաքական ուժեր, մասնակցում են ընտրություններին եւ ձևավորում ռուսական ընդդիմություն, դրա համար Վոլոդինների, Վլադիմիր Պուտինների լեզուն շատ է երկարել։ Նրանք ուղիղ սահման չունեն Հայաստանի հետ։ Եվ Հայաստանը որևիցե կոնկրետ հակառուսական քայլ չի արել, ինչպես որ ներկայացվում է։ Ադրբեջանը ավելի շատ է արել եւ անում է, ստորագրելով Զելենսկիի հետ ռազմաքաղաքական համագործակցության փաստաթղթեր, համատեղ ռազմական արտադրության մասին են խոսում, իսկ Հայաստան ուղղակի այցելելով մեծ պատվիրակության կազմով մեծ տրագեդիա են սարքել ռուսները եւ դա նրա պատճառով է, քանի որ Հայաստանը իրենք անցալում են որպես վասալ պետություն, գուբերնիա եւ հիմա այդ ընդդիմադիր կոչված պրոռուսական ուժերի միջոցով իրենք ուզում են իրոք հեղաշրջում իրականացնել Հայաստանում եւ այդ հայտարարություններն էլ դրան են ուղղված, դրա համար ինքը հարց է տալիս վերջում։ Դրա համար էլ ինքը հարց է տալիս վերջում Վոլոդին, արդյոք դա պետք է Հայաստանի սովորական քաղաքացիներին, ասում է, եթե դուք չընտրեք մեր մարդկանց, ընտրեք Նիկոլ Փաշինյանին, ապա Հայաստանը կվերածվի Ուկրաինայի, ստից էլ սուտ։ Բայց նրանք այդ ձև փորձում են ճնշում գործադրել հայ հասարակության վրա։ Եվ սա մեզ հուշում է մեկ բան, պարզից պարզ, որ որևիցե պայմանավորվածություն գոյություն չունի Հայաստանի իշխանությունների եւ Ռուսաստանի իշխանությունների միջև, ինչպես որոշները փորձում են ներկայացնել։ Ռուսաստանի Դաշնությունը ամեն գնով ձգտում է Հայաստանում հասնել իշխանափոխության, նույնիսկ փորձելով տերորի վախի ենթարկել Հայաստանի հասարակությանը։ Բայց կարևոր է նաև նշել այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն հրաժարվում իրենց ծրագրից եւ այսօր շատ կարևոր պատվիրակություն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից գտնվում Հայաստանում։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը զբաղված է նախընտրական գործընթացներով եւ այդ պատվիրակությանը ընդունել էր փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը, հիմնական թեման թրիփն էր, թրիփի շուրջ աշխատանքների սկսելը եւ մենք տեսնում ենք, որ ամիսը 1-2 անգամ այդպիսի կարևոր խմբեր այցելում են Հայաստան եւ նման քննարկումներ տեղի ունենում են
Կրկին վերադառնանք նախընտրական թեմաներին եւ կրկին չես կարող չնկատել այն, որ հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե ամեն օրվա ռեժիմով եւ այսօր էլ նույնպես նոր ձայնագրություններ է հրապարակում։ Եվ այդ ձայնագրությունների մեջ հստակ խոսվում է, թե ինչպես, որքան փող են տալիս, դոլարներից են արդեն սկսել խոսել, մեծ գումարներից եւ կրկին ու կրկին կոչ է արվում ընտրել ուժեղ Հայաստանի տեխնացուներին։ Այդ ձայնագրությունները կան եւ դրանք ցավոք սրտի կրում են մասսայական բնույթ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը բոլոր ուղղություններով անցել է արդեն կոնկրետ հարձակման, ահռելի հիբրիդային հարձակման։ Միջազգային լուրերից կարող եմ առանձնացրել Իրանի խորհրդարանի նախագահի Գալիբաֆի հայտարարությունը եւ Գալիբաֆը ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզեն թե չուզեն պետք է ընդունեն ամերիկյան ծրագիրը, 14 կետանոց ծրագիրը, եթե չընդունեն, դա ավելի ու ավելի կբարթանա Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակ քաղաքացիների վրա, հարկատու ամերիկացիների վրա։ Այսինքն, իրենք պարզ ասում են, որ մենք կպահենք փակ Հորմուզի նեղուցը, այսօր էլ նաև այլ հայտարարություն են արել Իսլամական կորպուսի պահապանների անունից, որ մենք ընդլայնելու ենք մեր ներկայությունը Հորմուզի նեղուցում, դա մեր ջրերն են, մեր շահերը այդտեղից են անցնում եւ մեր շահերը թելադրում են այն, որ մեր վերահսկողության տակ լինի Հորմուզի նեղուցը։ Գալիբաֆի ասածն էլ այն է, որ քանի Հորմուզի նեղուցը փակ է, նավթի գները կբարձրանան, դա կհարվածի հասարակ ամերիկացիների գրպանին, դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփի գլխավորությամբ ուզեն թե չուզեն պետք է համաձայնվեն մեր կետերի հետ։ Թրամփն էլ ասում է, որ նախկինում իրենք ասում էին արիք տարեք, այդ ատոմային փոշին հիմա փոխել են իրենց դիրքորոշումը եւ հրաժարվել են այն տալ մեզ։ Ռուս-ուկրաինական պատերազմից կարող եմ ավելացնել այն, որ շատ հետաքրքիր հայտարարություն է այսօր արել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, նրա խոսքերով Ուկրաինան պատերազմում նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը, սա շատ կարևոր հայտարարություն է, եւ նրա խոսքերով ուկրաինացիները հսկայական առաջընթաց են գրանցում, թիկունքում գտնվող ռուսական ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակումները գնալով ավելի հզոր են դառնում եւ իրական ազդեցություն են ունենում արդեն պատերազմի վրա, ասում է Պիստորիուսը, այսինքն ըստ նրանց պաշտպանության նախարարի, Գերմանիայի պաշտպանության նախարարի ռազմի դաշտում իրավիճակ է փոխվում, ոչ օգուտ Ռուսաստանի, չնայած Ռուսաստանը այսօր ատոմային նոր փորձարկումներ է իրականացնում, իսկ Կրեմլը հայտարարում է, Պուտինը ավելի ճիշտ հայտարարում է, Կրեմլը հայտարարում է, որ Պուտինը գալող շաբաթ քննարկելու է տնտեսական խնդիրները Ռուսաստանում, տնտեսական խնդիրների հարցը։ Մենք այստեղից էլ չասեմ ամեն օրվա ռեժիմով, բայց շաբաթը ամեն օր կարծես թե նոր տեղեկություններ ենք ստանում ամեն շաբաթ Ռուսաստանի տնտեսության շատ վատ իրավիճակի մասին եւ հիմա Պուտինը կոնկրետ քննարկումներ է անցկացնելու Ռուսաստանի տնտեսության հետ կապված։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։